Սիրելի ջրհոսներ, ողջույն, ասցենտի նշանով եւ արևի նշանով, այսօր ապրիլի 23-ն է, ապրիլի 23-ն է, Մերկուրիի օրը իմ օրացույցով եւ ես ձեզ կներկայացնեմ մայիս ամսվա համար կանխատեսումը։ Գիտեք, ձեր նշանի համար ուզում ասել հետեւյալը, այդպես որպես ամփոփում, ուրեմն շատ ասցենտով հիմնականում ուրեմն ջրհոսներ, այստեղ շատերի մոտ առողջական վիճակներ եւ իրենք փորձեցին դժվարությամբ կարողացան դուրս գալ այդ վիճակից եւ ոմանց մոտ աշխատանքի թեմաներ եւ նաեւ հայրենիքի արտերկրի հետ կապված աշխատանքի թեման, որը բավականին ակտիվ գործունեություն ծավալվեց ինչ որ փոփոխություններ մտցնելու իրենց կյանքում իհարկե յուրաքանչյուրին յուրովի ուրեմն դա տրվեց, խոսքս վերջին մի քանի ամիսների մասին է եւ հիմա արդեն իրենք շատ ակտիվ համագործակցության այդպես դաշտ են տեղափոխվել եւ զգուշացնեմ, որ այս մի քանի օրերի ընթացքում հենց հիմա ապրիլի 23-ն է, ապրիլի մասին է խոսքս, ուշադիր եղեք կոնֆլիկտի չգնաք ուրեմն թե անձնական կյանքում, թե ուրեմն գործնական կյանքում եւ ձեզ մոտ նշեմ նաեւ որ մայիս ամսին հնարավոր է որ ուրեմն դժվարություններ եթե կան աշխատանքի ֆինանսների հետ կապված ուրեմն դուք ամեն ինչ պետք է անեք որ ասենք գումար վաստակեք կամ նրանք ովքեր աշխատանք չունեն ամեն ինչ անեն որ իրեն կարողանան աշխատանք գտնել ուրեմն մայիս ամսին ավելի վիճակը կբարելավի հատկապես նրանց համար այդ դժվարությունները կանցնեն մասնավորապես ուրեմն խորհուրդ կտրվի եթե առքովաճառքով եք զբաղվում ինչ որ օֆիս ունեք կամ անշարժ գույք ունեք կամ ինչ որ ունեք այդպես թանկարժեք ինչ որ բաներ որ պետք է վաճառեք բոլոր դեպքերում ներքաշվելով առքովաճառքի մեջ ձեզ համար բավականին օգտակար կլինի եւ կարող եք այդ կերպ եւս գումարներ վաստակել սա այդպես ընդհանուր իհարկե նաեւ ձեր նպատակներում բավականին փոփոխություններ են լինելու կարծես թե ամբողջովին դնում եք այլ ռելսերի վրա եւ գնում եք այդ ուղղությամբ շատ բաներ բացահայտվում է եւ դուք այդպես ուզում եք հիմնովին փոխել ձեր կյանքը սա ընդհանուր այսպես ջրհոսներ ձեր համար այդպես ստացվեց ձեր նշանի համար եւ ինչ ունենք մայիսին լիալուսին նորալուսին Պլուտոնը կդառնա հետընթաց ինքը գտնվում է ձեր նշանում դուք բոլոր դեպքերում թեթևություն կզգաք այստեղ եթե ֆինանսական հարցեր էին այդ թեկուզ ասենք առքովաճառքով եք զբաղվում ֆինանսական հարցեր կամ կփորձեք կարգավորել ուրեմն շատ հարցեր որը պայմանավորված է կամ որոշում է ձեր ֆինանսները ուրեմն ֆինանսական վիճակը բոլոր դեպքերում ինքը ավելի հանգիստ վիճակ է եւ ձեզ հանգստություն ուրեմն կպատճառի այնուհետև Մերկուրին երկու անգամ կփոխի իր նշանը ինքը կմտնի ցոլին նշան այստեղ ընտանեկան հարցեր ուրեմն կփորձի կարգավորել եւ այնուհետև կմտնի մյուս նշանի մեջ արևը եւս կփոխի իր նշան եւ Սատուրնը կմտնի իհարկե խոյի նշան դա շատ ավելի լավ կարգավիճակ է ձեզ համար եւ սկսենք հենց Պլուտոնից որը կդառնա հետընթաց ձեր նշանում է սիրելի ջրհոսներ մայիսի 4-ին միանշանակ +- 1-2 օր դուք դա կզգաք մինչեւ հոկտեմբերի 14-ը ինքը լինելու է հետընթաց դուք շունչ կքաշեք որովհետև այս ամիսների ընթացքում բավականին աշխատել եք բավականին գործեր եք հասցրել ուրեմն անել իհարկե յուրաքանչյուր իր անձնական քարտեզով է պայմանավորված մեկի մոտ մի քիչ շատ կլինի մեկի մոտ մի քիչ ավելի քիչ կլինի եւ այլն բոլոր դեպքերում հիմա դուք ավելի հանգիստ կարգավիճակում կլինեք եւ ուրեմն թեկուզ հենց ասենք առողջական վիճակով եւս վիճակին վերաբերող թեմաներում եւ հիմա անցնենք առաջ եւ 10-ին Մերկուրին տեսնենք ինչ է ձեզ ուրեմն պարգևում մայիսի 10-ից մինչև մայիսի 25-ը Մերկուրին գտնվելու է ցուլի նշանում եւ այստեղ ես կարող եմ ձեզ զգուշացնել որ
տան հետ կապված, եթե ինչ-որ իրեր եք վաճառում, կամ ինչ-որ հարաբերություններ եք պարզաբանելու, կամ ինչ-որ այլ աշխատանքներ, հա, կատարվեն, ուշադիր եք լինում, որովհետև զգուշացնեմ անպայման ամսվա վերջին, մայիսի վերջին կլինեն որոշակի ուրեմն դժվարություններ, ցանկալի չէ այդ ժամանակ որևիցե քայլեր իրականացնել, թեկուզ խոսքի օրինակ վաճառքը, հա, ուղղակի դա օրինակ բերեմ, ուրեմն փորձում եք ոչինչ չանել եւ իհարկե գիտեք, այստեղ նաեւ ձեր անձնական քարտեզը կարող է դեր խաղալ, որովհետեւ շատ հակասական է միգուցե ոմանց մոտ, եթե ինչ-որ մի բանից իրենք ուզում են ազատվել, ինչ-որ խնդիր է պատճառում դա երկար ժամանակ, եթե կան նայած ինչ ասպեկտացիաներ են դուք այդ դեպքում կարող եք ազատվել, բայց քանի որ դուք չգիտեք, ձեր քարտեզը այստեղ բարդությունը դրանումն է, ուրեմն ավելի լավ է զերծ մնաք կամ չգիտեմ, պարզաբանեք բոլոր դեպքերում 16-ին եւս պլյուս-մինուս 2 օր մայիսի մասին է խոսքը, լինում եք ուշադիր եւ այստեղ նորից ընտանիքի թեմաներին վերաբերող ընտանիքի անդամների հետ կապված կամ ուրեմն առքովաճառքի հետ կապված ինչ որ էսպիսի կամ ձեր անշարժ գույքի հետ կապված հարցեր կարող են լինել, ոչ ասենք կոնկրետ ձեր բնակարանի, բայց նմանատիպ ինչ որ հարցեր կարող են լինել, դուք պետք է ուշադիր լինեք։ Սա այդպես ընդհանուր, իսկ մենք անցնենք առաջ լիալուսինը դիմավորենք լիալուսնին, որ տեղի կունենա Հայաստանում ժամը 20:55:46 արևելք լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ դա կլինի կարիճի նշանում, այստեղ ձեր նպատակներն են եւ ձեր այդ աշխատանքները, առքովաճառք կամ ընդհանրապես հնարավոր է նաեւ այլ թեմաներ, արտերկրի հետ կապված թեմաներ եւս կարող են լինել, որը ամփոփում է ձեր նպատակները, ձեր ապագան։ Ուրեմն ձեզ համար պարզ կլինի, թե ինչ գործողություններ եք անելու, արդեն որոշումը կայացրած կլինեք եւ բնականաբար կիրականացնեք։ Անցնենք առաջ 20-ին արևը կմտնի երկվորյակի նշան, բնականաբար երկվորյակը եւս օդի նշան է, ինչպես որ դուք եք օդի նշան, ձեզ համար դա շատ լավ է, այստեղ ոմանց մոտ սիրո թեման կլինի, ոմանց մոտ իրենց բիզնեսի թեման կլինի, ոմանց մոտ ուրեմն երեխայի թեման, այստեղ բավականին ակտիվանում է երկրորդ կամ երրորդ երեխայի թեման է ակտիվանում շատ ջրհոսների մոտ, իհարկե դա շատ լավ է եւ մենք անցնենք առաջ 25-ին Սատուրնը մայիսի 25-ից մինչեւ իդեպ սեպտեմբերի 1-ը Սատուրնը կմտնի խոյի նշան եւ իհարկե այստեղ ձեր նպատակը, ինչպես որ ասացի, այստեղ ֆինանսական վիճակը ձեզ հանգիստ կթողնի, կթուլանա այսպես վիճակը, բոլոր դեպքերում ես արդեն ներկայացրեցի դա, ուրեմն շատ ավելի լավ նշանում է, ուշադրություն դարձրեք, հատկապես հունվարյան ջրհոսները, ուշադրություն դարձրեք, թե ինչ փոփոխություն է կամ, ասենք բոլոր նրանց սա կարող է վերաբերել, ում ասցենդենտի նշանն է ջրհոսը եւ առաջի 1, 2, 3 գրադուսներում, աստիճաններում իրենք ունեն մոլորակներ։ Ահա, լավ իրադարձություններ կլինեն ձեր նպատակների հետ կապված, տեղափոխություններ արտերկիր Հայաստանի եւ այլն, գուցե ինչ որ մեկնում եք արտերկիր կամ գալիս եք Հայաստան, կարևորագույն հարցեր կարգավորելու համար ձեր ապագայի հետ կապված։ Ահա, ես եւ 26-ին Մերկուրին ուրեմն նորից կմտնի երկորյակի նշան, այնտեղ գտնվում է արդեն արևը եւ բնականաբար ես ասացի, որ օդի նշանակ այդտեղ շատ լավ է, այդ հարցեր կքննարկեք, ինքը կգա ուրեմն շատ կարևորագույն հարցեր քննարկելու, ուրեմն ասա եւ երեխայի հարց եւ ուրեմն սիրո թեման կարող է լինել եւ իհարկե մենք նորալուսնով կավարտենք ուրեմն ձեր նշանի համար կանխատեսումը մայիս ամսվա համար
դա այն է, որ տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 7:02:11 արևև լուսինը կմիանան 7 աստիճանում նորից երկվորյակի նշանում օդի նշանը շատ լավ է այստեղ դուք սկիզբ եք ինչ որ սկիզբ է դրվելու գիտեք միգուցե ինչ որ մեկ ոմանք ունենում են երկրորդ կամ երրորդ երեխան եւ այստեղ նոր կյանք նոր սկիզբ է դրվում իրենց կյանքում նոր թեմաներ են գալիս նոր տրամադրություններ բնականաբար ոմանց մոտ կարող է լինել սիրո թեման ահա կամ իրենց աշխատանքը բիզնեսը բոլոր դեպքերում թող սերը գերիշխի իհարկե նոր սկիզբ դրվի սիրո նոր սեր նոր սկիզբ այդպես լավ տրամադրություններ թող լինեն եւ հենց սիրո թեմայով սիրելի ջրհոսներ ես ավարտեմ ձեր նշանի համար կանխատեսումը սա էր մայիսի համար հիմնականում գլխավոր ուրեմն իրադարձությունները, տրամադրությունները, էներգիաները, այնպես որ գրեք, կիսվեք, որքանով է դա իրականանում, որքանով է օգտակար եւ ավելին ասած չեմ կարող, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր անձնական քարտեզը, իսկ սրանք տրանզիտներ են, բոլոր դեպքերում իրանք ստեղծում են եղանակ, ստեղծում են տրամադրություն եւ հետեւելը, ուշադիր լինելը, ինչ խոսք դա ուրեմն բավականին օգտակար է։ Այսքանը սիրելի ջրհոսներ, դա եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ